Ժամանակին, ժամանակացույցին եւ մի խախտեք այն սկսում ենք առաջին համարից, խնդրեմ պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն հնարավորության համար։ Մենք շատ երկար ժամանակ տեսել ենք, որ քաղաքի ամենահասարակ խնդիրները չգիտես ինչու լուծումներ չեն ստանում։ Մի քանի անգամ մասնակցել եմ ես ընտրություններին, փորձել ենք այդ լուծումները ապահովել, սակայն չի հաջողել։ Եթե մենք տեսնեինք խնդիրները լուծված, առաջադրվելու ցանկություն չէինք ունենա։ Այդ խնդիրները հեշտությամբ կարող էին լուծել քաղաքային իշխանությունները անցած տարիների ընթացքում, ինչը տեղի չի ունեցել, ունենալով որոշակի փորձ, գիտելիքներ, հմտություն, կարողություն, համառություն, ես եւ իմ թիմակիցները որոշել ենք, որ կարող ենք մասնակցել այս ընտրություններին, ստանալ քաղաքացիների քվեն եւ իրականացնել այն բարեփոխումները, որոնք մենք պլանավորել ենք մեր նախընտրական ծրագրով։ Ծրագիրը ընդարձակ է, հրապարակված է, սա ըստ ամենայնի տարիների չարածը լրացնելու մեր հերթական ջանքն է։ Շնորհակալ եմ, Սարիկ Մինասյան։ Շնորհակալություն, նախ ողջունում եմ բոլորիս, սիրելի գյումրեցիներ, ես որոշումս կայացրել եմ մասնակցել Գյումրու թիմ ընտրություններին, քանի որ չի կարող անտարբեր մնալ իմ քաղաքի առաջ ծառացած խնդիրներին։ Ես վստահ եմ, որ իմ մասնագիտական, իմ աշխատանքային փորձը, իմ հանրային եւ քաղաքացիության փորձը թույլ կտա, որպեսզի Գյումրու առաջ ծառացած բոլոր խնդիրներին կարողանանք տալ ճիշտ լուծումներ եւ Գյումրիին հստակորեն արագ դարձնելու ենք Հայաստանի Հանրապետության ամենաարագ զարգացող քաղաքը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Կարեն Սիմոնյան, Մար Հայաստան կուսակցությունների դաշինք, խնդրեմ պարոն Սիմոնյան։ Ես ողջունում եմ գյումրեցիներին, այստեղ հավաքված կուսակցությունների տեխնազուներին եւ ուզում եմ գյումրեցիներին ասեմ, որ այսօրվա մեր ունեցած իրադարձությունները, որում բուրըն արձագանքեցիք, շնորհակալ ենք դրա համար եւ ձեր այսպես ասած աջակցությունը հայտնելուց հետո ուզում եմ իմանաք, որ իմ մոտ կա երկու ոսկե կանոն։ Առաջինը դա չհանձնվել եւ երկրորդը միշտ հիշել առաջին կանոնը։ Մեր համար որդեգրված ռազմավարությունը այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում հետեւյալն էր, որ չմտնել անձնական դաշտ եւ փորձել մրցակցությունը տեղափոխել եւ ծրագրերի եւ գաղափարների մեջ, որը մենք չտեսանք եւ ուզում ենք այդ սրությունը տեսնել դրա մեջ եւ իշխանությունները ամեն ինչ արեցին, որովհետեւ այդ սրությունը տեղափոխեն անձնական տիրույթ եւ իրանց մոտ ստացվեց։ Ձեր ժամանակը լրացավ։ Մեր քաղաքակուսակցությունների դաշինք Մարտուն Գրիգորյան։ Սիրելի գյումրեցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ես նոր չէ որ պիտի ասեմ ինչի համար եմ որոշել առաջադրել իմ տեխնազությունը եւ այսօր մեծ հաշվով չեմ էլ պատրաստվում ներկայացնել, թե ինչ ծրագրերով եմ մասնակցում այս ընտրություններին։ Քարոզարշավի շրջանակներում ես ունեցել եմ հնարավորություն բոլոր գյումրեցիներին ներկայացնելու իմ նախընտրական ծրագրերը, գաղափարները, թե ինչի համար եմ առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններին առաջադրել իմ տեխնազությունը եւ այդ ամեն ինչը, ինչպես երևաց, այսօր բավականին լուրջ ազդեցություն է թողել եւ այսօրվա այն ամեն ինչը ինչ որ կատարվում է Գյումրի քաղաքում դրա վառաբացույցն է եւ ես առիթ կունենամ դեռ դրա մասին խոսելու այսքանը։ Մյուս տեխնացուն դեմոկրատական այլընտրանք կուսակցությունից Ղարաղազարյան Արտյոմ, խնդրեմ։ Բարև ձեզ, հարգելի հյուրեր, հարգելի գյումրեցիներ, մենք որոշել ենք ես իմ թիմս մասնակցել Գյումրու ընտրություններին եւ մեր թիմի եւ իմ նպատակն է գյումրեցուն ներկայանալ մեր ծրագրերով եւ գյումրեցիներին ներկայանալ բարձ շիդակ ուղիղ։ Ես ողջունում եմ բոլորին եւ ասել եմ առավոտ նորից մեր բոլոր ընկերներին, ընդդիմադիրներին, աջակից եմ նրանց այս պահից ելնելով այսօրվա Գյումրում կատարված իրավիճակի հետ կապված։ Շնորհակալություն, իմ հզոր համայնք կուսակցություն Ռուբեն Մխիթարյան։ Պարոն Ղազարյան, Ռուբեն Մխիթարյան, հիշեք ապագայում գուցե շատ է պետք գալու։ Այսօր թատրոնի միջազգային օրն է
Ես շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Պարոն Մինասյան, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին դուք ձեր Facebook-յան էջում գրել եք, որ ամենալավ թուրքը Սատկած թուրքն է։ Ձեր կուսակցության ղեկավարը մի անգամ նշել է, որ երբ իրեն թուրք են անվանում, ինքը թուրք բառից չի վիրավորվում, քանզի դա վիրավորանք չի համարում, վիրավորանք չի ընկալում։ Դիցուք ենթադրենք դուք մի կուսակցության անդամ եք, որի ղեկավարը թուրք է ու ձեր բառերով ասած սատկում է։ Նա ձեր համար ամենալավ թուրք համարվելու է, թե չէ։ Այս հարցը պատասխան է ենթադրում։ Այսքան։ Պարոն Մխիթարյան, այս ֆորմատում հիմա ոչ ոքի ոչ մի բան չի պատասխանում։ Սա նաև իմ բացման խոսքն էր, պարոն իրեն իր բացման խոսքը։ Սա նաև իմ բացման խոսքն էր, պարոն Ղազարյան։ Խնդրեմ։ Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցություն Արտյոմ Թումանյան։ Բարի ողջույն սիրելի գյումրեցիներ, ողջունում եմ բոլոր տեխնազուներին, բոլոր դել իմ լավ գյումրեցիներն եք, որոնց հարգում եմ, բոլոր դել արժանի եք հարգանքի։ Ես առաջադրվել եմ Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության ուրեմն ցուցակով, ում 99 թվականին բերել է մեծ քաղաքականություն մեր հարգարժան երջանկահիշատակ Կարեն Սերոպի Դեմիրճյանին։ Մենք այսօր որպես հասարակ գյումրեցիներ հիասթափված, հոգնած, անարտարությունից ելնելով մենք որոշեցինք մեր թիմով եւ ես որպես առաջի համար առաջադրվել եմ որպես քաղաքապետի տեխնացու։ Ունենք դրա իրավունքը, վաստակել ենք դրա իրավունքը, ունենք բավարար փորձ զարգացնելու քաղաքը, ինչպես զարգացել եւ ապրեցել ենք 30 եւ ավել տարիներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ապրելու երկիր կուսակցություն Կարեն Մալխասյան։ Բարև ձեզ, ես Կարեն Մալխասյանն եմ, ապրելու երկիր կուսակցության քաղաքապետի տեխնազում։ Ես ունեմ երկար տարիների փորձ կառավարման ոլորտում, մասնագիտությամբ իրավաբան եմ։ 2021 թվականի ընտրությունների արդյունքում ներկայացված եմ Գյումրու ավականիում։ Միակն եմ ընտրությունների մասնակցող ուժերի քաղաքապետի տեխնազուների կազմում, ով ներկայացված է ավականիում եւ խմբակցության ղեկավարն է։ Տեղյակ եմ Գյումրու խնդիրներից եւ դրանց լուծման եղանակներից։ Քարոզարշավի ընթացքում մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, որը բխում է Գյումրու շահերից։ Մենք համոզված ենք, որ Գյումրին ունի մեծ պոտենցիալ եւ գյումրեցին արժանի ապրել զարգացած քաղաքում։ Մեզ համար քաղաքականությունը, պաշտոնը, կուսակցությունը դա միջոց է ծառայելու ցես։ Մենք ունենք գործիքակազմ փոխելու, բարեփոխելու արկա իրավիճակը արտար եւ թափանցիկ կառավարման միջոցով։ Մեր թիմի սկզբունքայնությունը դասավորվել է իր գործունեության ամբողջ ընթացքում եւ հավաստիացնում եմ, որ հետագա գործունեությունը եւս բխելու է Գյումրու եւ գյումրեցու շահերից։ Շնորհակալ եմ հարգելի մասնակիցներ, շնորհակալություն նաև ժամանակը հարգելու համար։ Այժմ առաջին հարցը, որին պատասխանելու համար յուրաքանչյուրդ կունենա մեկական րոպե, այնուհետև կունենանք 6 րոպեանոց հատված, որի ընթացքում տեխնացուները կարող են բանավիճել միմյանց հետ։ Եթե բանավեճը շատ բուռն լինի, մենք կավելացնենք եւս 3 րոպե։ Մենք ինչքան հարցազրույցներ արեցինք, շփվեցինք գյումրեցիների հետ, տարբեր հարցազրույցներ լսեցինք, եկանք այն եզրակացության, որ ամենակարևոր խնդիրներից մեկը այն է, որ 88 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում դեռ կան տնակներ եւ մարդիկ բնակարանի կարիք ունեն։ Ինչպես է ձեր թիմը հաղթանակի պարագայում լուծելու այս խնդիրը։ Բոլորը 1 րոպե կպատասխանեն, հետո արդեն ազատ քննարկում, սկսում ենք երկրորդ համարից, խնդրեմ։ Սարիկ Մինասյան։ Շնորհակալություն։ Ես նախ կուզենայի պատասխանել պարոն Մխիթարյանին։ Պարոն Մխիթարյան, շատ լավ է, որ ուսումնասիրում եք իմ Facebook-յան էջը, ողջունում եմ, ահագին բաներ կսովորեք, հետագայում ձեր պրոդյուսերության համար նաև պետք է գա, նաև նշեմ, որ իհարկե հնարավոր է դուք լավ պրոդյուսեր եք, բայց ձեր պրոդյուսերը բավականին վատն է։ Տեսեք, դուք ուսումնասիրել եք իմ Facebook-յան էջը եւ ցիտատ եք մեջ բերում, այո, ես այդ նույն կարծիքին եմ, իմ սկզբունքները երբեք չեմ փոխում, եւ երկրորդ, թուրքերեն բառը օգտագործելով դուք վաստակում եք, հայատ բառը օգտագործելով վաստակում եք ձեր հանապազորյա հացը, ձեր երեխաներին եք պահում ու մեղադրում եք ինձ կամ իմ աջակիցներին թուրքական կամ ադրբեջանական լինելու համար։
կարծում եմ հայ տղամարդուն վայել չի, նախ պետք է Պարոն Մինասյան, բայց ձեր մի րոպե լրացավ։ Պարոն Մխիթարյան, դուք հիմա չեք ասեք, դուք խոսեցիք։ Ձեր Պարոն Այք, ներողություն, պարոն Մխիթարյան։ Մի րոպե չեղավ։ որակումներ մի տվեք տղամարդուն Պարոն Մխիթարյան, Այսօր այս քաղաքը Պարոն Մինասյան, Պարոն Մխիթարյան, Այսօր այս քաղաքը տղամարդուն վայել ինչեր։ Պարոն Մխիթարյան, ներողություն, պարոն Մինասյան, ներողություն, ներողություն։ Ներողություն, պարոն Մինասյան։ Դու տղամարդուն Պարոն Մխիթարյան, պարոն Մխիթարյան, հարգեք, դուք ստորագրել եք հարգանքի թուղթ։ Պարոն Այք, դուք ստորագրել եք միմյանց եւ հերոստատիտողին հարգելու թուղթ։ Հարգեք ձեր ստորագրածը։ Դուք ունենալու եք ժամանակ խոսելու եւ բանավիճելու համար։ Խնդրեմ։ Մենք ունենք